Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Շարունակում ենք վերլուծել շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին։ Ողջույն, պարոն Մելքոնյան։ Շնորհակալ եմ հրավերս վերջապես ընդունելու համար։ Շատ բան ունենք խոսելու, հատկապես շաբաթը գիտեք ինչով սկսվեց, Իսրայելի հետ ասենց կիրակի օրվանից իհարկե, բայց հիմա հերթով ստեղծվել է բավականին անսպասելի իրավիճակ, երբ Իսրայելը, որը տարիներ շարունակ չէր ճանաչում հայոց ցեղասպանությունը, երևի մի 30 տասնամյակ հա, ասենց որ բոլորը սկսեցին հերթով ճանաչել ու գնում է այդ քայլին։ Միաժամանակ պաշտոնական Հայաստանը գրեթե ոչինչ չի անում, չի արձագանքում, Փաշինյանն էլ ասում է, որ մենք չենք պատրաստվում մասնակցել այդ զենքայնացման թեմայի մեջ, մտնենք այդ ցեղասպանության զենքայնացմանը։ Ստացվում է մի պարադոքս, որ աշխարհում հայոց ցեղասպանության շուրջ նոր գործընթաց է սկսվել, բայց Հայաստանը կարծես այլևս այդ գործընթացի շարժիչը չէ, այսպես եթե կարող ենք որակել։ Ինչն իրականում փոխվեց, պարոն Մելքոնյան, Իսրայելում, այն ինչ 3 տասնամյակ անհնար էր թվում, այսօր դարձավ պետական որոշում, այսպես ԱԳՆ-ի մակարդակով։ Եկեք այսպես փորձենք բոլոր հարթություններով դիտարկել հարցը։ Նախ եկեք չշտապենք, որովհետև դեռ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել։ Սա ընդամենը կառավարության ճանաչումն է եւ կառավարության կարելի ասել դրական եզրակացությամբ հարցը ուղարկվել է Իսրայելի խորհրդարան Կնեսետ, բայց Կնեսետում այն դեռ չի քվեարկվել եւ կան տեխնիկական խնդիրներ, մասնավորապես հիմա Իսրայելի խորհրդարանը արձակուրդում է, հետո այս տարի սպասվում են խորհրդարանական ընտրություններ, այսինքն ասել, որ արդեն ճանաչել է, վավերացրել է եւ այլն, դա դեռ այդպես չէ։ Աղմուկը արդեն կա։ Այո, երևի հայտնի այսպես մեթոդներով քաղ տեխնոլոգիա արդեն աղմուկը կա եւ արդեն փաստորեն ուրեմն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային կարելի ասել մամուլում, քաղաքական շրջանակներում տարածվում։ Երկրորդը, որ ուզում եմ ֆիքսենք, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը միշտ Հայաստանի համար կամ հայության համար գոնե ենթագիտակցության մեջ շատ կարևոր է եղել, ինչու, որովհետև հայերից հետո հрьяաները հոլոկոստ են ապրել եւ ենթադրվում էր, որ մի ազգ եւ պետություն, որը այդ չարիքին անձամբ է ականատես եղել եւ զգացել իր վրա, պետք է առաջիններից մեկը ճանաչեր հայոց ցեղասպանությունը, բայց դա այդպես չի եղել եւ ավելին ասեմ, մենք պետք է չմոռանանք, որ Իսրայելը երկար տասնամյակներ Թուրքիայի շատ կարևոր ու շատ յուրահատուկ դաշնակիցն է, սկսած իր հիմնադրումից 1948 թվականից եւ պետք է ֆիքսենք նաեւ, որ Թուրքիան առաջին իսլամադավան երկիրն է եղել, որ ճանաչել է Իսրայելի անկախությունը, եւ նրանց միջև կա շատ յուրահատուկ համագործակցություն։ Եվ նաեւ այստեղ ուզում եմ եւս երկու բան ֆիքսենք, որ հրեական լոբին, որ աշխարհում բավական հզոր գիտենք կառույց է եւ ունի ազդեցություն, հրեական լոբին տարբեր իրավիճակներում, տարբեր տարիներին աշխատել է հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, օգնելով Թուրքիային, նույնիսկ կա հստակ այսպես իրավիճակներ, երբ Թուրքիան դիմել է հրեական լոբիին, խնդրելով այնպես անել, որ օրինակ ԱՄՆ կոնգրեսում չճանաչվի։ Իսկ հետո, երբ որ ԱՄՆ կոնգրեսում սենատում ճանաչվեց, կրկին այդտեղ կարծում եմ հրեական լոբին որոշակի արդեն դրական դեր է խաղաց, այսինքն տարբեր դիրքորոշումներ է ունեցել եւ վերջինը չմոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանի հետ ունի շատ յուրահատուկ նույնպես հարաբերություններ, որը դրսևորվել է նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եւ չմոռանանք, որ այսպես կոչված Բաքվի այդ հաղթական զորահանդեսի ժամանակ կամ այդ իրավիճակներում Թուրքիայի, Ադրբեջանի դրոշի կողքին ծածանվում էր նաև իսրայելական դրոշը, այսինքն Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնում Իսրայելին ու Պակիստան։ Հիմա սա ընդհանուր կոնտեքստն է, ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության հարցի այսօրվա հարցարծումներին Իսրայելի կողմից, միանշանակ չենք կարող մենք չփաստել, որ հայոց ցեղասպանության հարցը քաղաքական մեծ քաղաքականության մեջ է միշտ եղել եւ տարբեր երկրներ
նաև քաղաքական դրդապատճառներով, ոչ միայն հումանիստական, անդրադարձել են հայոց ցեղասպանությանը։ Ընդ որում այդ քաղաքական դրդապատճառները պարտադիր չէ, որ լինեին այդ երկրից բխող։ Դա նաև բխում էր Հայաստանի քաղաքականությունից, քանի որ Հայաստանը իր արտաքին քաղաքական գերակայությունների մեջ էր դրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստանի քաղաքականության, այսինքն դիվանագիտության շնորհիվ նաև տարբեր պետություններ դա ճանաչում էին կամ արձագանքում էին այդ փաստին եւ այլն։ Եվ նոր բան չէ, որ Իսրայելը փորձում է հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնել։ Այստեղ նաև շատ կարևոր է այսօրվա կոնտեքստը հասկանալ թուրք-իսրայելական հարաբերությունների, դրանք գտնվում են գերլարված իրավիճակում, եւ չնայած որ ես ասացի Թուրքիան եւ Իսրայելը ունեն հետարքիր դաշնակցային հարաբերություններ, բայց այդ հարաբերություններում տարատեսակ կոնֆլիկտները ժամանակ առ ժամանակ արձանագրվել են, ընդհանուր մինչև դիվանագիտական հարաբերությունների, այսպես մակարդակի իջեցում, դեսպանի հետ կանչում եւ այլն։ Եվ այդ ժամանակ է, որ Իսրայելը հանում է իր գործիքակազմը Թուրքիայի դեմ եւ փորձում է դա իրագործել։ Եվ այդ գործիքակազմի մեջ հայոց ցեղասպանության հարցը նույնպես առկա է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Ես ձեզ ասեմ, որ Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման ինչ-որ պրոցեսներ են սկսել։ 2015-ին, 2007-ին, 8-ին էլի կային նմանատիպ գործընթացներ տարբեր մակարդակներում, չի եմ խորհրդարանի ինչ-որ մի հանձնաժողովում եւ այլն, այս հարցը ակտիվացվել է որպես մահակ Թուրքիայի դեմ։ Բայց այստեղ նաև ձեր մյուս հարցին Հայաստանի արձագանքը։ Իսրայելն ու Թուրքիան ունեն իրենց խնդիրները։ Իրար դեմ տարբեր գործիքներ են կիրառում։ Նաև այստեղ ուզում եմ ֆիքսենք, որ ցեղասպանություն կամ ցեղասպան լինելու հանգամանքը այսօր Թուրքիա եւ Իսրայելի խոսույթում շատ տարածված է։ Մեկը մյուսին մեղադրում են ցեղասպան լինելու մեջ։ Էրդողանը ուղիղ ասում է Նետանյահուն ցեղասպան է, նա նրան է ասում, եւ հիմա Իսրայելը Թուրքիայի ցեղասպան լինելը ապացուցելու համար ավելի լավ գործիք, քան հայոց ցեղասպանության փաստը ճանաչելը կամ դա ակտիվացնելը, իհարկե չունի։ Հայաստանի պարագայում ինչ է կատարվում։ Ճիշտ է, այս իշխանությունները հայտարարել են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրենց այլևս քաղաքական, արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ, բայց այնուամենայնիվ Հայաստանը նաև հայ ժողովրդի հավաքական, այսպես տարատեսակ խնդիրների պետությունն է եւ չի կարող աշխարհում լինել հայոց ցեղասպանության մասին ինչ որ թեմայի ակտիվացում եւ Հայաստանը դիտողի դերում լինի։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի շրջափակման ժամանակ Հայաստանը դիտողի դերում էր սահմանից այս կողմ հեռադիտակով նայում էին, թե ինչ է կատարվում։ Հիմա մոտավորապես նույն տիպի հեռադիտակով նայում են, թե ինչ է կատարվում հայոց ցեղասպանության միջազգային, այսպես այս ճանաչման կամ այս գործընթացի կոնտեքստում։ Հիմա ճիշտ է, Իսրայելը իր շահն է առաջ տանում այստեղ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի նման пассив պահվածքը առնվազն անընդունելի է եւ այն ինչ որ հայտարարեց Փաշինյանը, որ մենք դեմ ենք ցեղասպանության զենքայնացմանը, այդ տերմինն էլ կիրառեց։ Անգլերենից ուղիղ թարգմանված տերմին է։ Եվ չգիտեմ, քիչ արհեստացին բառ է, բայց այնուամենայնիվ ուղիղ թարգմանված տերմին է։ Լավ, այսպես զենքայնացում չասենք, հայոց ցեղասպանության փաստի քաղաքականացմանը, բայց լավ, դուք դեմ եք, բա ո՞րն է ձեր դիրքորոշում։ Քննադատել Իսրայելին դա էլ է դիրքորոշում։ Օրինակ, կարելի է ասել Իսրայելի այս քայլը ուշացած քայլ է։ Այո, կարելի է ասել ուշացած քայլ է, կարելի է ասել, որ նախկինում Իսրայելը հակառակ դիրքորոշում ունեցել, կարելի է հիշել ցեղասպանության Արցախյան լոբին հիշել այն այդ ֆոնին։ Այո, Արցախյան այս 44-րդ պատերազմ ձեր դերակատարման մասին եւ այլն Իսրայելի։ Ու նոր ասել, որ դե հայոց ցեղասպանության փաստը աներկի լիողություն է եւ մարդկությունը պետք է դրա հետ առերեսվի եւ այլն, ինչ որ մի դիրքորոշում, բայց որևէ արձագանք չտալ, դա խոսում է գիտեք ինչի մասին, դիվանագիտական սնանկության, այսինքն իրենք չունեն դիվանագիտական, այսպես մանևրելու դաշտ, դրա համար էլ պահում են իրենց օտարապես այսպես։
Պարոն Մելքոնյան, եթե քաղաքականությունից մի քիչ հետ գանք, քանի որ մենք շատ էմոցիոնալ ազգ ենք նաև, մի պահ կա, որ շատ այս բառը ուշադրության է արժանացել, նաև որ Իսրայելի արտգործնախարարը ասաց բարոյական պարտքն է սա մեր, ու երբ որ հայ ժողովուրդը լսում է, Իսրայել բարոյական պարտք, հոլոկոստը ճանաչել են, երևի ինչ որ մի բան էլի առաջ կգնա, բայց եթե բարոյական պարտքը կատարվում է հենց Թուրքիայի հետ հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, սա իսկապես էլի այդ արդարության դրսևորում է, թե ես կասկածում եմ իհարկե, թե աշխարհաքաղաքական հաշվարկային, որ դուք նշում եք։ Տեսեք, նախ քաղաքականության մեջ բարոյականություն եւ նմանատիպ այլ հասկացությունները մի քիչ խորթ են, եւ դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ինչու է Իսրայելը հիշել իր բարոյական պարտքը հենց այս պահին, երբ գեր լարված են Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները։ Ինչու այդ մասին չէր հիշում 90-ականներին, 2000-ականներին, ինչու չէր հիշում 2015-ին Հայոց ցեղասպանության 101-ի ժամանակ եւ բազմաթիվ այլ ուրեմն տարիներին։ Հետևաբար սա շատ սառը քաղաքական ուրեմն հաշվարկ է, իհարկե փաթեթավորված համամարտկային արժեքների, բարոյականության եւ նմանատիպ այլ ուրեմն նմանատիպ այլ այսպես ձևակերպումներով, իսկ ինչ վերաբերում է հայերից, տեսեք, մենք այստեղ երկու տարբեր հարցության մեջ հարց կարող դիտարկել։ Իհարկե ես կատեգորիկ դեմ եմ, որ մենք հուզական, ոգևորված, ասենք, հեսա Իսրայելը ճանաչեց եւ չգիտեմ դրանից հետո ինչ որ աշխարհը այլ կերպ կընթանա եւ այլ։ Ոչ, ակնհայտ է, որ Իսրայելը ունի իր հստակ շահերը։ Բայց գիտեք, քաղաքականության մեջ այնպես չի, որ ստեղծված իրավիճակը լիովին կարող է մի պետության կամ մի ազգի օգտին լինել։ Իրավիճակ է, որից պետությունն ու ազգը կարող է իր օգուտի մասը քաղել։ Ասենք օրինակ, հիմա Իսրայելը ակտիվացրել է այս հարցը։ Շատ լավ։ Ինչ կարող ենք անել մենք մինիմումը։ Ասենք դնենք մի հատ պլան մինիմում եւ ձգտենք դրան։ Տարբեր երկրներում եւ տարբեր միջազգային բուհերում համաշխարհային, օրինակ հոլոկոստի շղթումը անթույլատրելի է, չէ՞, նույնիսկ քրեականացված է։ Եթե որը մեկը ասի, որ հрьяաների ցեղասպանություն չի եղել, դրա հանդեպ կլինեն ընդհանուր մինչև իրավական քրեական, այսպես ասած, process-ներ, տարբեր համալսարաններում աշխարհի հոլոկոստը պարտադիր դասավանդվում է, որ մարդկությունը երիտասարդ սերունդը իմանա, թե դա ինչ չարիք է, ինչ է եւ այլն եւ այլն։ Հիմա, եթե Իսրայելը հայտարարում է այդ մասին, ցեղասպանության ճանաչման, օրինակ ամենաիրատեսական բանը կարելի է այնպես անել, որ այն միջազգային բուհերում, որտեղ Իսրայելը կամ հրեական լոբին ունի ազդեցություն, հրեա գիտնականներ ունեն ազդեցություն, իսկ գիտնենք, որ այդպիսիք կան։ Հայոց ցեղասպանության այս դասավանդումը կամ հայոց ցեղասպանության ներգրավումը կրթական ծրագրերում, հայոց ցեղասպանության ժխտումը անընդունելի համարելը եւ նմանատիպ այլ խնդիրներ ակտիվացվի եւ դրանից Հայաստանը, հայ ժողովուրդը բնականորեն կարող է շահող դուրս գալ եւ նաեւ բերել այսօրվա process-ներ, որ իրեք հայոց ցեղասպանությունը չդատապարտելուց հետո տեղի ունեցավ եւ հիմա շարունակվում է հայատյացության այսպես հաղթարշավ Ադրբեջանում, Ռամիլ Սաֆարովները հերոսացվում են Ադրբեջանում, Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել։ Այո, Արցախում շարունակվում է հիմա նաեւ մշակութային եղերն եւ այլն, այսինքն բերել, դարձնել այսօրվա նաեւ այս տարատեսակ խնդիրների մեջ Հայաստանին ուժ տվող, Հայաստանի համար ինչ որ շահեկան իրավիճակ ստեղծող քաղաքական այսպես ինչ որ մի համակարգի, որից կարելի է օգտվել այդ իմաստով։ Այսինքն, բայց երբ որ այս իշխանությունները առաջնորդվում են միայն ու միայն այդ վախվորացությամբ, որ վայ հանկարծ ոչ մի բան չխոսենք Թուրքիայի մասին, Ադրբեջանի մասին, որ հանկարծ իրենք ինչ որ բաներ չանեն, դա խոսում է, որ այս դիվանագիտությունը, չգիտեմ, վախվորած դիվանագիտություն է, եւ նայեք մի զուգահեռ տանենք, դուք կհիշեք բոլորին վերջերս մի ամիս առաջ երբ Ադրբեջանը ինչ որ ակտիվացրեց 1918 թվականին, չգիտեմ, հայերի կողմից ադրբեջանցիների կոտորածի ցեղասպանության ինչ որ թեման դիմում է ինչ որ միջազգային ատյաններին, որ ճանաչեն հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանությունը եւ այլն։ Հիմա պարզ է, չէ՞ որ դա
Ադրբեջանը անում է ոչ թե ցույց տալու իր թուլությունը, այլ ինչ որ լրացուցիչ քաղաքական դիվիդենդներ շահելու համար։ Ադրբեջանը շատ ճիշտ քաղաքական։ Եթե Ադրբեջանն է մտածածին ցեղասպանություններ, կոտորածներ ինչ որ ստեղծում, բայց չի մտածում, որ հիմա Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մեջ են, ինչի է նոր ցեղասպանությունների մասին ինչ որ բաներ փորձում առաջ բերել։ Դա համար այս ինչ որ այս пассивությունը, որ մենք նկատում ենք Հայաստանի դիվանագիտության իշխանությունների կողմից, դա ուղղակի իրենց այն ոչ կայացած դիվանագիտության հետևանքով իրենց փակուղիում գտնվելու փաստն է։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, եթե Հայաստանը դադարում է ձևավորել հայոց ցեղասպանության միջազգային օրակարգ, այդ վակուումը ով է լրացնելու՝ Թուրքիան, Իսրայելը, Ադրբեջանը, Արևմուտքը։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, որի շուրջ կարելի է մտածել, նայեք, մինչև Հայաստանի գոյությունը, Հայաստանի անկախությունը 1991 թվականը, պաստորեն հայոց ցեղասպանության այս խնդրի տերը հայկական սփյուռքներ կամ հայդատի, այսինքն սփյուռքյան կառույցները, ոչ պետական, հկայական, ինչ որ sense կառույցներ, կուսակցություններ եւ այլն։ Հայաստանի անկախությունից հետո պաստորեն Հայաստան հանդես եկավ մեր համազգային վշտի տեր որպես պետություն, բայց դա շատ բնական է, եթե կա համազգային վիշտ, համազգային ինչ-որ լուրջ ողբերգություն, ուրեմն պետությունը նաև դրա տերը պետք է։ Իդեպ Իսրայելը հենց հոլոքոստի տերն է, չէ՞։ Իսրայել պետությունը հոլոքոստ ողբերգության տերն է, եւ եթե անկած որևէ տեղ հոլոքոստի այսպես անտեսում կամ հոլոքոստի ժխտում է գնում, Իսրայել պետությունն է հանդես, բայց ով կարող է ասել, որ Իսրայելը թույլ պետություն է, ինչ որ sense վիզը ծուր պետություն է, միայն խոսում է ողբերգությունից, ոչ։ Իհարկե ոչ։ Ուղղակի տերական։ Այո, հիմա եթե Հայաստանը փաստորեն հիմա դադարում է տեր կանգնել այդ մեր պատմության ողբերգական այդ էջին, եւ ինչ է լինում, այդ մեր համազգային վիշտը մնում է փաստորեն անտեր եւ էլի սկսվելու է բառից բուն մասով առանց տիրոջ եւ էլի սկսվելու է, ասենք, սփյուռքի կառույցներ, չգիտեմ, այլ պետություններ դա կիրառեն, էլի գնալու ենք էլի այն թղթեշերեփի բանի եւ այլն, ինչ որ հայկական ՀԿ-ներ հայտնվելու են կոնգրեսի միջանցքներում խնդրելով, որ ճանաչեն կամ ինչ որ քայլ անեն հայոց ցեղասպանության, այսինքն այս խնդիրը էլի հետ է գնալու, դառնալու է ինչ որ լիովին այլ մակարդակի խնդիր եւ մեր ողբերգությունը այլ պետություններ կարողանալու են շահարկել, օգտագործել, բայց եթե Հայաստանը այդ ողբերգության տերն է կոպիտ ասած, ինքը նաև կարող է ասել Իսրայել մի քաղաքականացրու մեր ողբերգությունը, դա քո գործը չի, քո բարոյական պարտներ ճանաչի կամ վաղուց ճանաչի, կամ Իսրայել կամ ԱՄՆ կամ ԱԳՆ մակարդակով պետք է հնչեր նման տարբեր պետություններին ասի, որ մի մեր ողբերգությունը մի քաղաքական, այսինքն առանց ինձ մի մեր համազգային վիշտը դարձրեք քաղաքականության ինչ որ մաս, ես եմ տերը եւ ես թույլ չեմ տա, որ ասենք այդ մեր զոհերի, սրբերի հիշատակը անտեսվի, բայց հիմա քանի որ դու չկաս որպես պետություն այդ համակարգում, այսպես ասած, համակարգում կամ ոլորտում, ուրեմն ու այլոք կարող են քո խնդիրը, քո վիշտը, քո ուրեմն նպատակները, քո շահերը օգտագործեն իրենց նպատակարարությամբ։ Ինչը մենք հիմա տեսնում ենք։ Քիչ առաջ հարցին որ պատասխանում եք, ասում եք ամեն ձևով չէ, որ պետք է հայոց ցեղասպանությունը ճանաչել կամ հասկանալ արդյոք լինելու է ճանաչում թե չէ, բայց փորձագիտական կարծիք եմ կարդացել, չեմ լսել, կարդացել, որ փորձագետն ասում էր ինձ համար միևնույն է ոնց կլինի, ինչ կլինի, միայն թե կարևորը ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Դա մեկ, բայց կարծիք եմ կարդացել, որ ասում են միշտ Թուրքիան է այդ սանձերը քաշել Իսրայելի, միշտ Թուրքիայի գործոնն է արկա եղել, այսինքն Թուրքիան կոպիտ ասած հրահանգել է, որ այն ժամանակ Իսրայելին, բայց հիմա, տեսեք, հիմա Հայաստանին։ Այն ժամանակ Իսրայելն էր, հիմա Հայաստանին է հրահանգում հայոց ցեղասպանության հարցը, Արարատը գիտենք արդեն։ Նայեք, ինչ կերպ կճանաչեն, նայեք, մենք
հարցին կարող ենք այսպես ասեմ, մասնակի համաձայնվեմ ես, ինչու՞։ Որովհետև եթե Իսրայելը ի վերջո կնեսետի մակարդակով, խորհրդարանի մակարդակով ճանաչի, հիմա թե այդ ճանաչմանը ինչ է նախորդել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, իր անձնական շահերը եւ այլն, դա արդեն մնում է մի կողմ եւ մենք կլինի, մոկտին կլինի։ Մենք բախվում ենք մի իրականության հետ, որ Իսրայելը դարձավ որերորդ պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը, դրանից բխող տարբեր հետևանքներով, այսինքն առնվազն Իսրայելում եւ հրեական լոբբիի շրջանակներում հայոց ցեղասպանության փաստի դեմ դա դրա ժխտմանը նպաստող ինչ որ քայլերից նա ըստ էության տրամաբանորեն պետք է հետ կանգնի, ձեռնպահ մնա։ Ինչ վերաբերում է որ Թուրքիան հրահանգում էր Իսրայելին եւ այլն, Իսրայելին դժվար չէ Թուրքիան կարողանար հրահանգել ցեղասպանությունը չճանաչել, բայց ես խոսքումս ասացի, որ տարբեր տարիներին Թուրքիան դիմել է հրեական լոբբիի օգնությանը, որպեսզի նա կասեցնի տարբեր երկրներում հայոց ցեղասպանության ճանաչումը։ Իսկ Հայաստանին դա արդեն տեսեք, գիտեք, մի քիչ առաջ է խոսքից մեջ ասացի, քանի որ այս իշխանությունների դիվանագիտությունը կոչվում է ինչ-որ աղքոտության, ոչ թե պրագմատիկ, այլ ինչ-որ խուսափողական դիվանագիտություն, որը փաթեթավորում է որպես պրագմատիզմ։ Տեսեք, Արարատ Սարից հրաժարվում ասում են, դա պրագմատիզմ է։ Չգիտեմ, Սահմանադրությունը փոխում են Ադրբեջանի պահանջով, ասում են դա ուրեմն պրագմատիզմ է եւ այլն։ Հայաստանը դիվանագիտորեն կապիտուլյացված է։ Եվ Թուրքիան ու Ադրբեջանը ինչ պահանջներ որ դրել են ու դնում են Հայաստանի առջև, Հայաստանը հերթով այս իշխանությունները կատարում են։ Հետևաբար կապիտուլյացված դիվանագիտությունը կարող է փնտրել ինչ-որ անվանումներ, փրկողակներ, ասի, որ սա, չգիտեմ, պրագմատիզմ է, սա իրական Հայաստանն է, սա ինչ է եւ այլն, բայց իրականությունը մնում է այն։ Հիմա դուք ձևակերպում եք, որ Թուրքիան հրահանգում է Հայաստանին, խորքի մեջ մենք խորքի մեջ, ասենք այդ փորձագետի միգուցե ձևակերպումները մեկը համաձայն են, մեկը չէ, բայց խորքի մեջ ինչ է լինում։ Ես որպես մասնագետ հստակ կարող եմ ասել, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը Թուրքիայի համար կարևոր է եղել դեռևս 1990-ականից։ Հիմա այդ հարցը Թուրքիան միշտ դրել է այդ հարցը, բայց քանի որ նախկինում Հայաստանի դիվանագիտությունը շատ ավելի ուժեղ էր, այդ հարցը չէր գալիս գլխավոր քննարկման սեղան։ Միգուցե տենց միջանցքում թուրք դիվանագետները խոսալից ասեին, գիտեք, այդ Սահմանադրության այդ կետը, որտեղ Արևմտյան Հայաստան եք ասում անկախության հռչակագրի միգուցե ճիշտ չի հանեք եւ այլն, բայց չի եղել այսպես իմպերատիվ պահանջ։ Բայց հիմա, երբ որ այս իշխանությունը ասում են, դա թուրքերը չեն պահանջում, մենք ենք ուզում Սահմանադրությունը փոխել, դա մասնագետի մոտ առնվազն քմծիծաղ է առաջացնում, որովհետև այդ ինչպես եղավ, որ Թուրքիայի տասնամյակների պահանջը հանկարծ դարձավ քո օրակարգի հարց, կամ երբ որ հայոց եկեղեցին ու հայոց վեհապարը թիրախավորվում է, որովհետև մեկ ինչ չի կարող համոզել, որ դա թուրքական թիրախ չէ, որովհետև Թուրքիան միշտ ինստիտուցիոնալ առումով Մայր Աթոռի դեմ է եղել։ Երբ որ Արարատ Սարի հարցը այսպես դրվում է որպես սիմվոլ, կարող եք բացել 1990-ականների, ասենք հայ-թուրքական առաջին շփումները, առաջին արտգործնախարարի այդ պատվիրակությունը, տեսնեք, որ 92 թվականին թուրքերը ասում են Արարատ Սարին չեք վերցրել որպես խորհրդանիշ։ Այդ 92 թվականից թուրքերը հակադարձում ենք Լուսինը ինչ է հիշում։ 92 թվականից այդ մասին Թուրքիա խոսում եկե հանկարծ Փաշինյանական իշխանությունը ասում է, գիտեք, թուրքերը չի ասել, մենք որոշեցինք, որ Արարատը չի արագացնա։ Արարատը, գիտեք, սիմվոլներ կան համազգային, որոնք քաղաքական կոնյունկտուրաներ եւ քարտեզներ չեն ճանաչում։ Արարատը մեր սիմվոլն է եղել, երբ որ Տիգրան Մեծի պետության մեջ է եղել, ընդ որում, եթե այդքան կասկածում են Արտաշեսյան դինաստիայի, եթե չեմ սխալվում, Տիգրան Մեծի թոռան հատած դրամների վրա, Արարատը դրված մեր թվարկությունից առաջ։ Մեր սիմվոլն է եղել, երբ մենք պետություն չենք ունեցել, մեր սիմվոլն է եղել, երբ մենք արդեն ունեցել ենք, այսինքն սիմվոլ է, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի, եւ այդ սիմվոլը ավելի վեր է, քան քաղաքական կոնյունկտուրաները։ Գիտեք ինչ, առաջին հանրապետությունում 1918-20 թվական Արարատը եղել է Հայաստանի սահմաններում։ Հիմա այդ ժամանակ ասենք լավ, քանի որ այդ ժամանակի ուրեմն վերցնենք սիմվոլ,
Հետո սովետական Հայաստանում Արարատ ծառը արդեն չի եղել սովետական Հայաստանի կազմում, ուրեմն հանենք։ Բայց սովետական Հայաստանի գերբը, ամբողջ այդ բաները, որ նայեք, ամբողջը հենված է Արարատի սիմվոլիկայով, նույնիսկ Երևանը կառուցված է նայելով դեպի Արարատ։ Նույն Թամանյանի այդ մտահղացման մեջ հստակ կա, որ դեպի Արարատ նայող քաղաք։ Հիմա ասենք, այդ ամեն ինչ ուզում եք փոխեք, չի ստացվում, հասկանում եք, եւ Արարատը որպես սիմվոլ ունենալ, դա չի նշանակում Արարատը որպես տարածք պահանջել։ Դու քո սիմվոլն է, բայց դու չես ասում Թուրքիա Արարատ սար մեզ հետ տուր։ Դրանք տարբեր իրողություններ են, լրիվ տարբեր։ Հիմա բերել դրանք ու աշխարհակարգ հիմա նույն կերպ ասենք անունը, անձնանունը, Արարատ անձնանուն, լավ Արարատ մարզը հիմա դրան էլ պետք է չէ հասնեն, բայց ինչ եք դրել, եթե Արարատը ձեր երկրում չի, Արարատ քաղաք, Արարատ մարզ, ինչ եք դրել, Արարատ անձնանուն, ինչ եք դրել, ու այդպես շնորհք Երևանի թաղամասերը, Մալաթիա թաղամասը, ինչը Կիլիկյան որտեղ է, ինչ եք դրել Կիլիկիա թաղամաս, այսինքն եթե մենք առաջնորդվենք խելագարության կանխավարկածով, պետք է փոխենք Կիլիկիա թաղամասի անվանումը եւ մնացած ամեն ինչը։ Մենք հիմա միտք տվեցինք իրաց բանը։ Լավ, հիմա հասկանանք Հայաստանը տասնամյակներ շարունակ պայքարել է հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Արդյոք ժամանակը չէր վերջապես անցնել այդ հաջորդ փուլին, արդեն ավելի իրավական պատասխանատվության փոխհատուցման եւ պահանջատիրության հարցին, պարոն Մելքոնյան, եթե դուք այսօր այդ որոշումներ կայացնողների խմբում լինեիք, այսպես ձևակերպեմ, որ 3 քայլեր ավելի կոնկրետ կանեիք, որպեսզի հայոց ցեղասպանության հարցը կրկին դառնա արդեն Հայաստանի պետական ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը, ոչ թե չլինի առհասարակ առաջնահերթություն։ Տայք տարբեր բաներ են, եթե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կամ ընդհանրապես ցեղասպանության խնդիրը պետք է լինի Հայաստանի քաղաքականության մեջ ինչ որ մի ձևակերպամբ, ինչ որ մի ճիշտ իրեն հարիր, ուրեմն տեղում, այո, թե չէ լիովին հրաժարվելը դա անբնական է եւ շատ տարօրինակ է, որովհետեւ դա քո ազգի մեծագույն ողբերգություններից մեկն է եւ մարդիկ ու ժողովուրդները տարբերվում են նաեւ հիշողությամբ։ Հիմա դու ուզում ես քո հիշողությունից ջնջես, չի լինում, այսինքն դու ոնց ես հիշողությունը ձևավորում միայն դրական բաներից, այսինքն դու հիշում ես միայն դրականները, ու այդ բացասականները չես հիշում։ Մենք հաղթել ենք միշտ թեքաթային կյանքում։ Չի կարող տես լինել։ Ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության հաջորդ փուլին, ինչ որ քայլեր կան։ Տեսեք, օրինակ բնականաբար առաջնային թիրախ այն է, որ ցեղասպան պետությունը, ցեղասպանությունը իրականացած պետությունը ճանաչի դա ընդունի, որովհետև ցեղասպանության շղթումը, այն ինչ որ անում է Թուրքիան տասնամյակներով, դա նույնպես չարիք է, դա նույնպես հանցանք է, որովհետև հանցագործը չի ընդունում իր մեղքը։ Դրա համար պետք է առաջնային լիներ այն, որ Թուրքիան ինչ որ մի պահի, ինչ որ մի կերպ կա նրան, որ ընդունի այդ փաստը, ոչ թե այսօրվա պես լղոզված, որ դե առաջին համաշխարհային պատերազմում տարբեր զոհեր են եղել, հայերել են զոհվել, թուրքերել են զոհվել եւ այլն, բայց այդ ինչպես եղավ, որ հայեր զոհվեցին եւ կորցրեցին իրենց հայրենիքը, որտեղ ապրում էին հազարավոր տարիներ։ Այդ ինչպես եղավ, որ հիմա Վանում, Մուշում, Սասունում ոչ մի հայ չկա, բացի այդ հայեր։ Այդ ինչպես եղավ, որ այդքան եկեղեցիներից որևէ մեկը հիմա չի գործում։ Եվ այսպես բազմաթիվ այլ հարց։ Մնայք, եթե էլի հոլոկոստի հետ զուգահեռ տանենք, Գերմանիան ինչու հիմա քաղաքակիրթ աշխարհում այսպես չի այսպես մեղադրվում հանցանքը մերժելու մեջ, որովհետև Գերմանիան պաշտոնապես ճանաչել է, որ ինքը սխալ է արել, իրականացրել է հրեաների հոլոկոստ, Գերմանիայի պաշտոնյաները գնացել են ծնկի են եկել, ներողություն են խնդրել։ Ներողություն, ընդհատեմ ձեզ, ինչ արեց Իսրայելը, որպեսի այդ ոչ թե դառնա միայն պատմական փաստ, այլև քաղաքական ու իրավական ռեսուրս, եւ այս պահին ինչ չի անում Հայաստանը։ Դա շատ լուրջ ու շատ բազմաֆունկցիոնալ կոմբինացիա էր, որ արեց Իսրայել եւ հրեա ժողովուրդը ի պատիվ իրենց, որ կարողացան հասնել, բայց միայնակ չարեցին, այսինքն ոչ թե խնդրողի դերում, խեղճի դերում, թղթե շերեփով, այլ տարբեր օգտագործելով եւ իրենց լոբբին, եւ իրենց սփյուռքի կառույցները, եւ տարատեսակ իրենց լծակները, հասան նրան, որ հոլոկոստը դարձավ համաշխարհային ճանաչված փաստ, որի շղթումը արդեն
հակաքաղաքական էր, հակաբնական։ Առաջինը պետք է այնպես անել, որ հասնել Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության փաստի իրական ճանաչմանը, երկրորդ իմ կարծիքով այն պետք է լինի այդ իրավական այդ որ ասում եք փոխհատուցում բան դրանք տեխնիկական հարց են, այսինքն իրատեսական չեք համարում դա։ Գիտեք, դրանք իրավական նեղ հարցեր կարող են լինել, այսինքն մեկը տուն է ունեցել, չգիտեմ, Էրզրումում փորձի ինչ-որ բան, հա, բայց դրանք այնքան բաներ հետ են բախվում։ Թուրքիայում այնքան դրա դեմը կասեցնող այնքան օրենքներ են ընդունվել։ Թուրքիան, ինչու ենք մենք ասում, որ Թուրքիան ցեղասպան պետություն է։ Ոչ թե սուտ վիրավորանք։ Մնայք սկսած ցեղասպանությունից հետո օրինակ սկսած 1918 թվականից հետո արդեն Թուրքիայի Հանրապետությունը 1920-ական թվականին պետությունը ընդունել է օրենքներ, որով կասեցրել է հավանական փոխհատուցման պահանջներ։ Օրինակ, հիմա Թուրքիայում օրենք կա, որ Սահմանադրական դատարանի կողմից էլ ավելացված է, որպես ազգային անվտանգությունից բխող օրենք, պարզ բան եմ ասում, որ ցանկացած հեռուստադիտող կարող է հասկանալ։ Թուրքիայի կադաստրը իրավունք չունի տալ սեփականության վկայականի մասին տեղեկանք այն քաղաքացիներին, որոնք Օսմանյան կայսրությունը լքել են մինչև 1918 թվականը եւ կոնկրետ հայ քաղաքացիների ժառանգներին կադաստրը չի տալիս տեղեկանք իրենց պապի, օրինակ, տան սեփականության մասին, որով իրենք կարողանան դատական գործընթաց սկսել եւ ասենք օրինակ տանում են, ասում են, այ այս պապի սեփականության վկայական, ասում են կադաստրով հաստատած բերեք։ Գնացեք Թուրքիայի կադաստրից բերեք։ Թուրքիայի կադաստրում ասում է, չէ, մենք ունենք օրենք, որը Թուրքիայի Սահմանադրական դատարանը 2001 թվականին նորից բանարեց, վավերացրեց, որով մենք չենք կարող քեզ տեղեկանք տալ։ Երևի թե դու տեղեկանք չունես, ուրեմն դու դատարան չես կարող դիմել, որ քո գույքը հետ բեր։ Դրա համար եմ ասում, Թուրքիան այնքան բաներ է ընդունել, կասեցնել համար, դրա համար որ դու ասում եք ցեղասպանության փոխհատուցումը, դա մի քիչ այլ ոլորտի հարց է, բայց ես օրինակ շատ կարևոր կամորեի, որպեսզի հայոց ցեղասպանության ժխտումը ինչ որ կերպ քրեականացվեր տարբեր երկրներում եւ դա համարվեր անթույլատրելի ժխտումը եւ երրորդը ես շատ կուզենայի որ տարբեր համաշխարհային բուհերում ընդհանրապես կրթական համակարգում հայոց ցեղասպանության այսպես փաստը դասավանդվեր լիներ պարտադիր առարկաների ցանկում որպեսզի մարդկությունը նաեւ նոր սերունդները այդ ամեն ինչ տեսնեին ինչի համար որ նաեւ այդ ամեն ինչը չկրկնվեր որովհետեւ գիտենք չէ ինչն է վատ մարդկության համար ինչն է լավ հիմա այդ վատ բաների մեջ պետք է դա ֆիքսվեր ես կարծում եմ սրանք այն կարևոր կետերն են որ պետք է այս ուղղությամբ արվեր Պարոն Մելքոնյան եթե վաղը Թուրքիան հայտարարի որ պատրաստ են ընդունել հայոց ցեղասպանությունը, այսպես չգիտեմ ինչա լինելու եթե հրաշքով կամ մեր լոբիով, բայց դրա դիմաց Հայաստանը պետք է հրաժարվի իրավական ու քաղաքական պահանջներից, ձեր կարծիքով Հայաստանը պետք է ընդունի նման ճանաչում։ Տեսեք, Հայաստանը իրավական պահանջ չի ունեցել երբևէ Թուրքիայի հանդեպ, ոչ հողային պահանջ է ունեցել, ոչ իրավական։ Եվ դա շատ բարդ իրավական լաբիրինթոս է։ Ես կարծում եմ բարոյական քաղաքական, որովհետև երբ որ Թուրքիան ընդունում է, որ ինքը ցեղասպանություն իրականացրել, դա արդեն քաղաքական է։ Որտեւ ինքը ընդունում է, որ իր քաղաքականությունը եղել է ցեղասպան։ Իսկ իրավականը Հայաստանը այստեղ շատ էլի բարդ լաբիրինթոս է։ Հայաստանը ինչպես պետք է հանդես գար, ասենք, Օսմանյան կայսրությունում ապրած հայերի անունից։ Չէ՞ որ նրանք եղել են Օսմանյան կայսրության քաղաքացիներ, այն ժամանակ Հայաստան պետություն չի եղել, Հայաստանի քաղաքացիներ չեն եղել, չէ՞ մի քիչ դա այլ խնդիր է, բայց Թուրքիան տեսանել է ապագայում եւ այս իրավիճակում բնականաբար չի էլ ճանաչել։ Այսինքն այսօրվա միտումները եթե շարունակվեն 10 տարի անց աշխարհն ավելի լավը կլինի թե չի լինի, չգիտենք էլ, եթե 10 տարի անց լավ աշխարհը ճանաչեց հայկական պատմական ճշմարտությունը, այսպես ասենք, հիպոթետիկ էլի, ոնց է դա հիշելու թուրք-ադրբեջանական նարատիվով է դա ավելի շատ պատկերացում կազմելու դրա մասին ու ճանաչելու, թե Հայաստանի օգտին այս պահին ոնց ավելի ճիշտ է որ կազմավորում այս պահին նախորդ փուլում հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արված մեր պետության ու մեր սփյուռքի կառույցների ջանքերը այնքան են, որ այս պահին աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը, գիտական, քաղաքական տարբեր շրջանակներ գիտեն իրականությունը ցեղասպանության մասին։ Բայց եթե այսպիսի process գնա, այսինքն Հայաստանը
ձեռքերը լվանում է, դուրս է գալիս այս process-ից։ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են ցեղասպանության շղթման քաղաքականություն, ստացվում է հետևյալ կերպ։ Հայոց ցեղասպանության փաստի մասին աշխատում են, փաստի շղթման մասին աշխատում են երկու պետություն, Թուրքիան ու Ադրբեջանը, փաստի ճանաչելի դարձնելու մասին չի աշխատում որևէ պետություն, այդ թվում եւ Հայաստանը։ Մի կողմից կմնան սփյուռքի հայկական թուլացած եւ թուլացող կառույցներ, որոնք այդ հարցը առաջ տան, մյուս կողմից կմնա, ասենք ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր պետություն, բանակ ունեցող Թուրքիան։ Տեսական չեք տեսնում ամենայն դեպս նույնիսկ առաջիկա 10 տարիների ընթացքում։ Չէ, եթե այս տիպի քաղաքականություն գնա, ես իրակ տեսական եմ համարում, որ հայոց ցեղասպանության այսպես փաստի համաշխարհային ճանաչումը, գիտակցումը գնալով ավելի հետընթաց կապրի։ Բայց ասեք, եթե անգամ կուզենամ սրանով էլ եզրափակենք, եթե անգամ ճանաչի Իսրայելը, այդ պարագայում հարաբերությունները նույնն են լինելու նաև Ադրբեջանի հետ, մեր համար ինչ շահեկան։ Այդ դուք այդտեղ շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև այդ որ ասում եք Թուրքիան Իսրայելին ուրեմն ինչ որ կերպ փորձի հետ պահել ցեղասպանություն ճանաչելու։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր դեր ունի Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը եւ Իսրայելի հարաբերությունները բավական բարձր մակարդակի են եւ ռազմական եւ քաղաքական եւ տարբեր այլ եւ կարծում եմ նաեւ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները Ադրբեջանը կարող է խաղալ այդ դերը, այսինքն Իսրայելին փորձել հետ պահել հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից։ Իհարկե դերերը փոխվելու եւ մեծ պապան Թուրքիայի ինչ կասի երկու եղբայր իրար հետ համագործակցաբար եւ դրա համար եմ ասում եկեք չշտապենք Իսրայելը դեռ չի ճանաչել հայոց ցեղասպանության փաստը իրավական առումով ուղղակի սկսվել է համաշխարհային քաղաքական ու այսպես լրատվական աղմուկ դրա շուրջ։ Բայց այդ աղմուկն էլ է նպաստելու չի։ Իհարկե, բայց դու պետք է այդ աղմուկից օգտվես մի քիչ վատ բառ եմ ասում, այո, այլ ոչ թե աղմուկի պարագայում ջայլամային քաղաքականություն։ Իսկ կա վտանգ, որ մենք գերագնահատում ենք ճանաչման քաղաքական ազդեցությունը, մինչդեռ տարածաշրջանում, ինչպես դուք էլ նշեցիք, ուժերի հարաբերակցությունը մնում է նույնը։ Մենք չենք գերագնահատում, ուղղակի անցյալի իներցիայից պետք է դուրս գանք, այսինքն այդ հին նարատիվներից, որ այնքան որ ճանաչել եւ այլն, ինչու եմ ասում չենք գերագնահատում, որովհետեւ քիչ առաջ խոսքիս մեջ էլ ասացի, որ այսօր տարածաշրջանի տարբեր պետություններ իրենց քաղաքականության մեջ ցեղասպանության հարցը շարունակում են պահել շատ վառ։ Իսրայելը Թուրքիային մեղադրում է ցեղասպան լինելու մեջ, Թուրքիան Իսրայելին է մեղադրում, Ադրբեջանն էլ նոր իբրև թե հայերի կողմից իրականացված ցեղասպանությունները փորձում առաջ տանել, այնպես որ այս հարցը չի գերագնահատում, այս հարցը ցավոք սրտի քաղաքականության մի մաս է եւ մենք դրա հանդեպ այսպես անտարբեր լինել ուղղակի ոչ բարոյական, ոչ քաղաքական առումով չենք կարող։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից, առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։